Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը խորապես հիասթափված է իսլամական համագործակցության կազմակերպության նախարարական վերջին համաժողովում ընդունված Ստամբուլի հռչակագրում եւ Բաքվի նախաձեռնած 5 բանաձևում տեղ գտած խեղաթյուրված եւ ծայրահեղ միակողմանի ձևակերպումների առնչությամբ։ Տվյալ փաստաթղթում արտահայտված շեշտադրումները հակասում են տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման շահերին եւ տրամաբանությանը։ Հիշեցնենք, Ստամբուլում անցած 2 օրերին կայացած հավաքի ավարտին իսլամական երկրները եզրափակիչ հայտարարություն են ընդունել, որով դորում են Երևանին կատարել Բաքվի պահանջները։ Հայաստանի ԱԳՆ-ն այդ պետություններին հիշեցնում է, որ այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի խոսույթը մարդու իրավունքների քողի ներքո Ադրբեջանի հստակ տարածքային պահանջն է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ Իրանը պետք է դադարեցնի միջուկային օբյեկտների գործունեությունը, ապահովելու անվտանգության պահանջներն ու տեսուչների մուտքը։ Նրա խոսքով Սպահանի միջուկային օբյեկտին Ամերիկայի հարվածի հետևանքով վնասվել են շենքեր, այդ թվում ուրանի վերամշակման տարածքներ։ Գրոսին ընդգծել է, որ ռազմական էսկալացիան վտանգավոր է եւ միայն բանակցությունները կարող են կանխել Իրանի կողմից միջուկային զենքի մշակումը։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաքեր Ղալիբաֆը պաշտոնապես հայտարարել է, որ Իրանը մտադիր է ընդունել օրինագիծ, որը կդադարեցնի ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ գործակցությունը։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպման ժամանակ Իսրայելի կողմից Իրանի դեմ հարվածները որակել է որպես անհիմն եւ չհրահրված ագրեսիա։ Նա ընդգծել է, որ Մոսկվայի դիրքորոշումը լավ հայտնի է եւ ձևակերպված է ԱԳՆ-ի կողմից։ Պուտինը նշել է, որ Իրանի արտաքին գործերի նախարարի այցը հնարավորություն է քննարկելու ստեղծված վիճակից դուրս գալու ուղիները, ընդգծելով Ռուսաստանի եւ Իրանի միջև երկարամյա վստահելի հարաբերությունները։ Իր հերթին Արաղչին նշել է, որ Մերձավոր Արևելքում լարվածությունն աճում է Իսրայելի եւ Ամերիկայի գործողությունների պատճառով, դրանք համարելով անօրինական։ Նա հավելել է, որ Իրանը պատրաստ է պաշտպանել իրեն հենվելով միջազգային իրավունքի վրա եւ շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին իր դիրքորոշման համար։ Թեհրանի կենտրոնում համաժողովրդական ցույցեր են Իրանի միջուկային օբյեկտների վրա Ամերիկայի եւ Իսրայելի հարձակումները դատապարտելու կոչերով։ Մայրաքաղաքի հրապարակում հավաքվածների շարքում է նաեւ նախագահ Փեզեշքյանը։ Միացյալ Նահանգները հունիսի 22-ի գիշերը հարձակվեց Իրանի 3 միջուկային օբյեկտներին՝ Նաթանզում, Ֆորդոյում եւ Սպահանում։ Նախագահ Թրամփը իր տված հրամանը ձևակերպեց երկրի միջուկային հնարավորությունների սահմանափակում։ Նա հայտարարել է, որ Թեհրանը պետք է համաձայնի ավարտել այս պատերազմը, կամ Իրանին շատ ավելի լուրջ հետևանքներ են սպասում։ Իրանի խորհրդարանը հայտարարեց, սպասում էին, որ Ֆորդոյի միջուկային օբյեկտի վրա հարձակում կլինի։ Այդ պատճառով տարհանում են իրականացրել օբյեկտին անդառնալի վնաս չի հասցվել։ Երկրի ատոմային էներգիայի կազմակերպությունը հավելեց, Թեհրանը մտադիր չէ դադարեցնել միջուկային ոլորտի զարգացումը հարվածներից հետո Թրամփը որոշեց գլուխ գովել, թե Ամերիկայի ռազմաօդային ուժերի հարվածից հետո Իրանի միջուկային օբյեկտներին մոնումենտալ վնաս է հասցվել։ Թրամփը շնորհակալություն հայտնեց զինվորականներին ցուցաբերած հմտության համար։ ԱՄՆ նախագահը բացեց Պանդորայի արկղը, չբացառելով իշխանափոխությունը Իրանում։ Քաղաքական առումով սխալ է օգտագործել ռեժիմի փոփոխություն տերմինը, սակայն եթե Իրանի ներկայիս ռեժիմն ի վիճակի չէ կրկին Իրանը հզոր դարձնել, ապա ինչու չփոխել ռեժիմը։ Թրամփը սոցիալական ցանցերում ժամ առ ժամ նոր թարմացումներ է անում, մեկ սպառնալիք գեներացնում Իրանի հասցեին, մեկ բանակցությունների սպասելիք ձևավորում։ Այդ ընթացքում Իրանում թունդ ընդգծում են հետքայլի տեղ չկա ռազմական սպառնալիքի պայմաններում։ Միջազգային հարթակներում քննադատության ալիքը մեծանում է։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում Ռուսաստանը, Չինաստանը եւ Պակիստանը հանդես են եկել առաջարկով, որ 15 անդամ ունեցող մարմինը ընդունի բանաձև Մերձավոր Արևելքում անհապաղ եւ առանց նախապայմանների հրադադարի վերաբերյալ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նիստի ընթացքում հայտարարել է, որ Ամերիկայի կողմից Իրանում իրականացված ռմբակոծությունները տարածաշրջանում վտանգավոր շրջադարձ են եւ կոչ արել վերադառնալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին։ Ռուսաստանում էլ Պուտին-Արաղչի հանդիպումն է եւ ուրեմն էլ ինչ նորության սпасել Մերձավոր Արևելքից, որը անդադար եռում է եւ օդում մեծ պայթյունի վտանգ է թողնում։ Թրամփը նախքան հարվածը հաշվարկել է ամեն ինչ, հետեւաբար ամեն ինչի պատրաստ է, ասում է ամերիկագետը։ Հիմա գնդակը Իրանի դաշտում է։ Այստեղ ամենակարևոր հարցը հենց դա է, արդյոք Իրանը ինչ-որ պատասխան քայլի գնալու է թե ոչ։ Առաջին եւ երկրորդ Հորմուզի նեղուցի փակման հետ կապված ինչ որոշում է Իրանը վերջին վերջում կայացնելու։ Սա մի բարդ իհարկե որոշում է լինելու, որովհետեւ այն շատ ցավոտ է լինելու նաեւ Իրանի համար, որովհետեւ Հորմուզի նեղուցով անցնում են համաշխարհային նավթի առևտրի շուրջ 20%-ը եւ այդ թվում հենց Իրանի նավթային պաշարների վաճառք։ Ինչու հեգեմոնը հարկ համարեց
նշան ուղղել դեպի միջուկային օբյեկտներ։ Փորձագետը ասում է, Իսրայելն իր գործողություններն ավարտել էր, խնդիրը վերջնական ձևակերպելու համար հերթն արդեն Վաշինգտոնինն էր։ Եթե ամերիկյան կողմը չէր ներկայացնում եւ հարված չէր հասցնում, ապա մեծ հաշվով Իսրայելը այդ պատերազմել էր անիմաստ դառնա երկու հիմնական թիրախների, որոնց հնարավորություն չուներ Իսրայելը հարվածելու։ Իհարկե այդ հարցը չէր լուծի։ Թրամփը, որ խաղաղության Նոբելյան մրցանակի է հավակնում, այժմ աշխարհի երկու խոշոր հակամարտություններում առանցքային դերակատար է։ Դեռ ձմռանն էր խոստանում, որ օր առաջ նպաստելու է ռուս-ուկրաինական հակամարտության ավարտին։ Ակնհայտ է, չհաջողեց։ Շուրջ 6 անգամ բանակցությունների սեղանի շուրջ նստեցին Թեհրանի եւ Վաշինգտոնի ներկայացուցիչները Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հարցով։ Այս պահին դժվար չէ արձանագրել, որ դարձյալ անհաջող փորձեր են։ Հակամարտությունները տաք են, ավարտը հեռու։ Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոնը հայոց եկեղեցու մեծ տոներից է։ Այն նշվում է Սուրբ Զատկից 64 օր հետո կամ հոգեգալստյան կիրակին հաջորդող երկրորդ կիրակի օրը։ Ըստ ավանդության խորվիրապում բանտարկությունից դուրս գալուց հետո Սուրբ Գրիգոր Լուսավորչի աչքերի առջև տեսիլք է երևում։ Միածինը ողողված հրաշափառ լույսով իջնում է երկնքից եւ ոսկե ուռով զարկում Սանդարամետի Գետնափոր Մեհյանը, ցույց տալով այն տեղը, ուր պետք է կառուցվեր հայոց Սուրբ Հավատի տաճարը։ Այստեղից էլ առաջացել է Էջմիածին անունը, այսինքն Էջ իջավ Միածինը։ Քրիստոսի իջման տեղում էլ կառուցվում է իջման Սուրբ Սեղանը։ Միածինը իջավ Վաղարշաբաթի նշանակված վայրը, հիմա եկեղեցին ասում է այդ վայրը, իջման սեղանը կա այնտեղ, իջման քարը կա, եւ ասած այստեղ կառուցես իմ գահը։ Սուրբ Էջմիածնով է միշտ միասնական մնացել մեր ժողովուրդը։ Չկա Սուրբ Էջմիածին առանց հայության, եւ չկա հայություն առանց Սուրբ Էջմիածնի։ Գարեգին II ծայրագույն պատրիարք եւ ամենայն հայոց կաթողիկոսը մատուցեց Սուրբ Պատարագ։ Միշտ էլ եկեղեցու խորհուրդներին, մանավանդ Պատարագի սրբազան խորհրդին մեր ժողովրդի, մեր հավատացյալների մասնակցությունը, համախմբումը այդ մեծ ընտանիքում մեզ նոր հոգևոր լիցքեր է պարգևում։ Եկեղեցին մեր ընկալմամբ եւ մեր եկեղեցու պատկերացմամբ Քրիստոսին յութեղեն ներկայությունն է այս աշխարհում։ Իսկ ժամերգությունների ընթացքում այլ շարականների հետ հնչեց նաեւ նշանավոր Էջմիածին Նիհորե շարականը։ Եղել են ժամանակներ, երբ տարբեր ուժեր ձգտել են սահմանափակել մեր եկեղեցու առաքելությունը եւ ենթարկեցնել իրենց շահերին։ Այդ ճանապարհը ցավալիորեն կործանարար բաժանումներ է բերել ներազգային կյանքում։ Օրեր առաջ ականատես դարձանք մի նոր դատապարտելի երևույթի։ Ի պաշտպանություն Սուրբ Էջմիածնի հանդես եկող եկեղեցանվեր հայորդու ազգային բարերար Սամվել Կարապետյանի դեմ իրականացվեց անօրինական հետապնդում։ Արդարև, ատելությամբ ու թշնամանքով բարիք չի ծնվի։ Բռնաճնշումներով երբեք երկիր չի կառուցվի։ Այդ գույնը, որը խորհրդանշում է հայ առաքելական Սուրբ եկեղեցին, Բազմաթիվ քաղաքացիներ, հավատավորներ հունիսի 22-ին Զվարթնոց տաճարի մոտից քայլերթով շարժվեցին դեպի Մայրաթոր Սուրբ Էջմիածին, ի պաշտպանություն հայ առաքելական եկեղեցու եւ Գարեգին II կաթողիկոսի։ Ակցիայի մասնակիցները հանդիպեցին նաեւ ամենայն հայոց կաթողիկոսի հետ։ Տոնի առիթով հավատացյալների օրհնության, մխիթարության եւ երկրպագության համար դուրս բերվեցին նաեւ Սուրբ Էջմիածնում պահվող Տիրոջ կենաց փայտի մասունքը, Աստվածամուխ Սուրբ Գեղարդը, Սուրբ Գրիգոր Լուսավորչի աչը, Սուրբ Պահակ Պարթև Հայրապետի մասունքը, Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը, Ասկևրայի Մասանց պահարանը եւ հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների մասունքարանը։
Հայաստանի ՊԵԿ աշխատակիցները բացահայտել են էլեկտրոնային ծխախոտների ներմուծման եւ իրացման փուլերում հարկերից խուսափելու դեպք, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է ավելի քան 142 միլիոն դրամի վնաս։ ԵԱՏՄ անդամ երկրից հերթական ներմուծման ժամանակ Զվարթնոց օդանավակայանում Կարգո Բեռնահամալիրի տարածքում համապատասխան աշխատակիցները հետազոտության են ենթարկել ներմուծված էլեկտրոնային ծխախոտները։ Պարզվել է, որ ծխախոտի տուփերի վրա փակցված ինքնասոսնձված սպիտակներով ներկայացված ծավալները 10 անգամ պակաս են, քան այդ տուփի տակ իրական գործարանային տուփի վրա նշված տվյալները։ 2025 թվականի մայիսի 31-ի դրությամբ ներքին գործերի ոստիկանության 8 ծառայող ազատվել է աշխատանքից թմրանյութեր գործածելու համար, եւս 2-ը ծառայողական քննության ընթացքում փորձաքննությունից հրաժարվելու համար։ Ըստ վիճակագրության 20-ից 25 թվականներին ամենամեծ թվով ոստիկանների ազատումը եղել է 2024-ին 18 աշխատակից, որոնցից 15-ը թմրամիջոց գործածելու, 2-ը ծառայողական քննության ընթացքում փորձաքննությունից հրաժարվելու համար, 1 ոստիկանն էլ ազատվել է ծառայությունից մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո։ Ըստ ոստիկանության տրամադրած տվյալների թմրանյութերի գործածումը ամենաշատը տարածված է ոստիկանության ծառայողների կրտսեր խմբում։ 2020-ից 25 թվականների ընթացքում կրտսեր խմբի 32 ծառայող ազատվել է աշխատանքից։ Հունիսի 24-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում, մասնավորապես Սուրբ Գրիգոր Լուսավորչի Արգիշտիի փողոցների խաչմերուկում կարգելվի ձախ շրջադարձը Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցից դեպի Արգիշտիի փողոց, Բեյրութի փողոցից դեպի Արգիշտիի փողոց առաջին երթևեկելի գոտուց նախկին թույլատրված ուղիղ եւ աջ երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի միայն աջ ուղություններով դեպի Գրիգոր Լուսավորչի փողոց ուղությամբ։ Հունիսի 21-ին Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են Mercedes ML-ը եւ Mini Cooper-ը։ Մեկ հոգի տեղում մահացել է, 3-ը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել աշտարակ բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվ են գործել աշտարակ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապախմբերը։ Տեղում էին փրկարարծառայության աշտարակի շրջփրկարարական ջոկատի հրշեջները, ոստիկանության բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի առաջին վաշտի 2-րդ դասակի պարեկները։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հունիսի 23-ին Սարգսակի փողոցում կայանված Hyundai Elantra-ում պայթյուն է տեղի ունեցել։ Ժամանել են Երևանի թիվ 11 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։ Օպերատիվ են գործել Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Նրանք բուժօգնություն են ցուցաբերել մեքենայի վարորդին ու ուղևորին, սակայն վերջինները հրաժարվել են հիվանդանոց մեկնել, մեքենան ջարդոնի է վերածվել։ Ավտոմեքենայում եղել է ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների ամուսինը իր կնոջ հետ եւ երբ ավտոմեքենան շարժի է դրել, տեղի ունեցել պայթյունը։ Հունիսի 21-ին Շիրակի փողոցում բախվել են Mercedes-ը, Subaru-ն եւ Opel-ը։ Բախման հետևանքով Subaru-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել գազոնում։ Մեկ հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկները։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները։ Վթարի հետևանքով Opel-ը մասամբ բախվել է բետոնե սյանը, Subaru-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ հայտնվել կանաչ գազոնում։ Նույն օրը Nissan-ը Հրազդանի կիրճում վրայերթի է ենթարկել 3 անչափահասի, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։ Օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը երեխաներին նախտեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, իմ տեղեկություններով եղել է սթափ։ Հունիսի 22-ին Լծեն Տաթև խաչմերուկում բախվել են իրանական համարանիշներով գազ տեղափոխող Բեռնատարն ու Նիսանը։ 2 հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները, փրկարարները։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց, օպերատիվ են գործել ոստիկանության բարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները։ Եվ Արմավիրի մարզի Գետաշեն բնակավայրում մեկ հարկանի տանը հրդեհ է բռնկվել։ Ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ, տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի պարեկները։ 85-ամյա Մամի Խան Շ-ն այրվածքներով հիվանդանոց է տեղափոխվել։